Խորհրդարանի միջանցքում ձայնը լրագրողների վրա բարձրացնում է գրզոմականունով հայտնի ՔՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Հարձակումն է դառնում նրա լավագույն պաշտպանությունը, երբ փորձում է արդարացնել Նախորեի իր սկանդալային հայտարարությունը, թե 2023-ի սեպտեմբերին Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ արցախցիները չեն կռվել ու 10 մարդ է զոհվել ընդամենը։ Հայերեն գիտեք, թե գերմաներեն եք, ինչ լեզվով եք խոսում։ Ձեզ ասում տպավորվել են ուղեղից, պետք է թիվ, դա որ է ասում, սխալ եք խոսում, որովհետև այլ թիվ է տպավորված։ Սուքիասյանի ուղեղի մեջ 10 զոհն է տպավորված եղել։ Արցախի տեղեկատվական շտաբն է թարմացրել ՔՊԱ-ականի հիշողությունը։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել է 14 քաղաքացի։ Մեքենայի մեջ եմ հիշել, ասիպես մի րոպե պաս ասեցի ու տենց գնաց, ասի զանգեցի մեր տղաներին, ասի մենք ճշտեք, ոնց որ դեռ սխալ թիվ եմ ասել։ Այս է պատմությունը, ասի հայտարարություն անենք, ներողություն խնդրենք, մեր եղբայրներն են, մեր քույրերն, ինչի մասին է խոսքը։ Մարդ ես, ուղեղիդ մեջ այդ թիվն ա եղել, դա ես ասում։ Հիմա սա դարձնել ինչ։ Իհարկե, Սուքիասյանի հետ 24 News-ի հարցազրույցը նայելիս ամենևին էլ տպավորություն չէ, թե պատգամավորը պարզապես շփոթվել է ու սխալ թիվ հրապարակել։ Նա մի քանի անգամ է շեշտում, որ արցախցիները չեն կռվել։ Ավելին, Սուքիասյանը արցախցիների չկռվելու իշխանական թեզն առաջ տանելու համար հիշում է Ալեն Սիմոնյանի փետրվարի սկզբի նույնաբովանդակ հայտարարությունը։ Որ ասել է պարոն Սիմոնյանը, շատ ճիշտ է ասել։ Պետք է դուք տեսաք ինչ զոհեր են ունեցել։ Այդ ձեզ է թվում, վերեք ինձ դուք այդ սուտ եք խոսում։ Այս սուտ խոսեցիք։ Սուտ խոսեցիք։ Զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին։ 10 հոգի մարդ, եթե բենզինի տրակելուց է, դա ուրիշ բան է։ Զոհ չեն ունեցել։ Այդ սկզբի մի կռիվն ա եղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել։ Այսինքն չեն կռվել իրենք։ Ով ասում որ կռվել են։ Ով ասեց որ կռվել են։ Որտեղ են կռվել։ Այդ օրերին երկու օր տևել մարդիկ ինչ որ մի տականք, որը որ գրզո կոչեցյալ է։ Արցախի համար մղված վերջին մարտում զոհված Տիգրանի մորը Ադելինա Ավետիսյանի, Սուքիասյանի ներողությունն ու շփոթմունքի կեղծ ծեսը հետաքրքիր չեն։ Որևէ բան լսել չի ցանկանում որդեգորույս մայրը։ Գրզո ես, Ալենն ես, թե ինչ երևույթ ես, ես թքած ունեմ ձեր բոլորի վրա։ Այ եթե դուք մի հատ սուքուր նշանակեիք, գուցե եւ կիմանայիք Արցախում մի օրվա մեջ ինչքան զոհ է եղել։ Եթե մի փոքր հետամուտ լինեիք, այ փալասներ, փողոցայիններ, ուրիշ խոսք չկա, դուք պարոն չեք, դուք փողոցային եք բոլորդ։ Այ եթե դուք մի փոքր էլ հետամուտ լինեիք, հաստատ ձեր մեդիաներով, հաստատ ՀՀ-ի հանրապետության հեռուստաընկերություններով, հաստատ կիմանայիք այդ տղաները ինչեր են արել մեկ օրվա մեջ։ Այդ որ կանգնում ասում է, սուտ ես ասում, մատնել ցցումա լրագրողին։ Ոչ մի բան Արցախում չի եղել, մի 10 հոգի է զոհվել։ Բերեք իմ որդուն ինձ տվեք։ Դժոխքից դուրս եկած մարդկանց ՔՊԱ-ականների հայտարարությունները ստիպում են ամեն օր հոգեբանական դժոխքով անցնել։ Արցախցիների կարծիքով Սուքիասյանն իր հայտարարությամբ հոգեբանական ահաբեկչության է ենթարկել ադրբեջանական ագրեսիայի օրերին հերոսաբար կռված զինծառայողներին եւ կամավորներին, զոհվածների, անհետ կորածների եւ գերեվարվածների հարազատներին։ Այն որ երեք ազգային ժողովի падգամավորը կասկածի տակ շարունակում է պնդել այն կասկածը, որ արցախցիները չեն կռվել 2023 թվականին, դա խոսում է նաև պետական քաղաքականության եւ պետական վերաբերմունքի մասին։ Ինչ տարբերություն ասել է 10 զոհ են տվել, թե 210 զոհ են տվել ուղղել է, բայց փաստը մնում է այն, որ նա կասկածի տակ է դնում, որ այդ մարդիկ այնտեղ կռվել են եւ կռվել են իրենց բոլոր հնարավորությունները
միջոցներով եւ ուժերով։ Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է ՔՊԱ-ականների Արցախատյացությունը անձամբ Նիկոլ Փաշինյանն է ուղղորդում եւ դնում պետական ռեսերի վրա, հավանաբար սադրելով ներքին խժդժություններ։ Արցախը չունենք, բայց արցախցիներին ու Արցախը շարունակում են այս մարդիկ ատել։ Արցախի քարերի հետ են կռվում։ Նիկոլ Փաշինյանը նաեւ քաղաքական նպատակ է հետապնդում։ Նա փորձում է ատելություն գեներացնել արցախցիների նկատմամբ, որոշակի քանակությամբ մարդկանց, այսպես ասեմ, սիրաշահել եւ ասել, որ գիտեք, այ զոհերը որ եղել են, Արցախն էր մեղավոր։ Այ որ մենք այսքան կորուստներ ունենք, Արցախն էր մեղավոր։ Մենք որ մեր երկիրը հիմա լավ չի ապրում, արցախցիներն են մեղավոր, որովհետեւ լրացուցիչ սոցիալական մեզանից պատասխանատվություն են պահանջում։ Հայաստան խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը վստահ է, որ պետական մակարդակով կառավարվող հայաստանցի արցախցի պարակտման սադրանքին հայը երբեք չի տրվի։ Ալիևին ցույց տալ, որ մենք այլևս քեզ համար որևէ սպառնալիք չենք, մեզ համար այլևս Արցախ գոյություն չունի, բայց դա մի քանի հոգանոց խմբակի որոշումն է եւ նրանք չեն կարող այդ որոշումը պարտադրել ողջ հայությանը։ Արցախցիներն իրենց գերեզմանները, իրենց պատմությունը, ինքնության մի մասը թողել են ու հիմա ապրում են Մայր Հայաստանում։ Խորհրդարանական ընդդիմությունը նկատում է, նրանց հանգիստ չեն տալիս միայն Փաշինյանի ու Ալիևի գաղափարակիցներն ու թիմակիցները։ Սեպտեմբերի հետ կապված իհարկե արցախցիները մնացել են մենակ, որտեղ Հայաստանի Հանրապետությունից օգնություն չի եղել։ Իսկ Խաչատուր Սուքիասյանն այսօր խոստովանել է, իր քաղաքական թիմը ոչինչ չի արել արցախյան վերջին մարտի օրերին, մատը մատին չի տվել, երբ ադրբեջանական ակցիանի մեջ է եղել արցախահայությունը։ Կանե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուր։